Եվ այսպես Թուրքիան շարունակում է աշխարհին վաճառել Զանգեզուրի միջանցքը, հարգելի հեռուստադիտողներ, անցյալ շաբաթ ենք ձեզ հետ խոսում Financial Times աշխարհահռչակ պարբերականում տեղ գտած հրապարակման մասին, որտեղից մենք իմացանք, որ թուրք պաշտոնյաները, դիվանագետները, Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները փորձում են արևմուտքում միջին միջանցք ասվածը, որի մաս է կազմում նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը հիմա մարդիկ որոշել են անվանել թրիփ, դա փորձում են ներկայացնել որպես կարևորագույն այլընտրանք Օրմուզի նեղոցին, արձանագրենք նաև հետևյալը, պատերազմական գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետությունում թեպետ այս պահի դրությամբ իրենք ակտիվ փուլում չեն գտնվում, եւ մենք մեր այսօրվա եթերի ժամանակ ձեզ դեռ կհասցնենք ներկայացնել վերջին մանրամասները Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի այցից Ռուսաստանի Դաշնություն ընդհանրապես տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, արձանագրենք հետևյալը, որ Թուրքիան Օրմուզի նեղոցի շուրջ ստեղծված իրավիճակը Իրանի դեմ պատերազմական գործողությունները ընկալում է որպես իրենց համար պատմական հնարավորությունների պատուհան Եվրոպայից դեպի Ասիա կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն հաստատելու կամ Եվրոպայից դեպի Ասիայից կոմունիկացիաների շրջանակներում, այսպես ձևակերպենք, ֆինանսապես հարստանալու, գումար աշխատելու, իրենց կարևորությունը Եվրոպայի եւ Ասիայի երկրների համար բարձրացնելու, ընդհուպ միջև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիպ Էրդողանը քանիցս անդրադարձել են այս հարցին եւ նշել են, որ Թուրքիան եկեք այսպես ձևակերպենք, ինքը կարող է տրանսպորտային հաբ դառնալ տարածաշրջանի համար, կարևորագույն տրանսպորտային հանգույց կարող է դառնալ Եվրոպայի համար, Ասիայի համար, այստեղ իհարկե իրենք նաև իրենց աշխարհաքաղաքական շահերն են առաջ մղում այն համատեքստում, որ իրենք ներկայացնում են, որ օրինակ նույն միջին միջանցքը, Զանգեզուրի միջանցքը, դրանք ամենակարճ ճանապարհներն են, որովհետեւ Թուրքիան կարողանա կապվի թուրքական աշխարհի հետ, Թուրքիայի տրանսպորտի եւ կապի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն երևի շաբաթ չկա, որ նա չխոսի այն մասին, թե ինչ կարևորություն ունի Թուրքիայի համար Զանգեզուրի միջանցքը նաև թուրքական աշխարհի հետ կապվելու համար, ինչը նաև խոսում թուրք պաշտոնյաները, վերջերս դրա մասին Հական Ֆիդաններ նշում, որ շուտով Եվրամիության հանձնակատարներից մեկի հետ, Մարտա Կոսի հետ քննարկելու են կոմունիկացիոն հարցերը, տրանսպորտային հանգույցների հարցերը, այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքի հարցը, այսինքն թուրքական կողմը ինքը չի թաքցնում, որ իրենք ունեն շատ մեծ տրանսպորտային, շատ մեծ կոմունիկացիոն նախագծեր, փորձում են այդ կոմունիկացիոն նախագծերի շնորհիվ ավելացնել աշխարհաքաղաքական առումով իրենց նշանակությունը Եվրոպայի համար, Ասիայի համար եւ այստեղ կարևոր դեր ունի նաեւ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող Զանգեզուրի միջանցք ասվածը թուրքական պարբերականներից մեկը Յենի Շաֆակը շարունակելով այն թեզը, որը առաջ էր բերվել Financial Times պարբերականի հրապարակման մեջ, հենց այդ գիծն են առաջ տանում, որ Թուրքիայի համար սա պատմական հնարավորությունների պատուհան է եւ Հայաստանի Հանրապետության տարածքում անցնող Զանգեզուրի միջանցքը, որը պետք է կապի Նախիջևանը Ադրբեջանի հետ, Ադրբեջանի տարածքը Նախիջևանի հետ, կարևոր դեր է ունենալու միջին միջանցք նախագծի շրջանակներում, կարևոր դեր է ունենալու նաև եվրոպացիների համար, Թուրքիան էլ փաստորեն մենք պետք է արձանագրենք հետևյալը, ընկալում է իրեն որպես այդ միջանցքի շրջանակներում բրոկեր, որը կկարողանա կարգավորել նաև այդ երթուղիները, կկարողանա ընդհանրապես ազդեցություն ունենալ այս պրոյեկտի վրա։ Այս համատեքստում մենք պետք է նշենք հետևյալը, տեղի է ունենում բանակցություն Հայաստանի Հանրապետության մասին առանց Հայաստանի Հանրապետության ներգրավմամբ, բարդ է պատկերացնել, որ թուրքական կողմը, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներկայացնում է Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, որը այլընտրանք պետք է լինի Հորմուզի նեղոցին, բարդ է պատկերացնել, որ իրենք ընդհանրապես հաշվի են առնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատկերացումները, ցանկությունները, այն թե ինչ ծրագրեր նաև իրենք ունեն, այսօր օրինակ այդ ծրագրերի համատեքստում Նիկոլ Փաշինյանը սահմանապահ զորքերի զարգացման վերաբերյալ երբ որ ելույթ էր ունենում ԱԱԾ-ում նշում էր հետևյալը կարևորություններ, նշում սահմանապահ զորքերի, նշում է, որ իր ընկալմամբ ավելի լավ կլինի, ավելի դրական կլինի, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը ընդհանրապես լինի հայկական սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո, վատ ծրագիր չէ իրականում, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բոլոր սահմանները վերահսկեն Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, բայց խնդիրը կայանում է հետևյալում. Ռեջեփ Տայիպ Էրդողանը, Իլհամ Ալիևը
իրենք լրիվ այլ պատկերացումներ ունեն Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերաբերյալ։ Ինչու ենք մենք սա նշում, որովհետեւ եթե Հայաստանի Հանրապետության մեջքի յետևում առանց Հայաստանի Հանրապետության իշխանությունների կարծիքը հաշվի առնելու թուրքական կողմը փորձում է այդ Զանգեզուրի միջանցք ասված կոմունիկացիոն նախագիծը վաճառել իր միջազգային գործընկերներին, լինի դա Եվրոպայի հանձնակատարներից Մարտակոսը, լինի դա Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը, սա նշանակում է հետևյալը, որ իրենք Հայաստանի Հանրապետությունը չեն ընկալում որպես առանձին վերցրած ինքնիշխան ինչ-որ մի սուբյեկտ, դա էլ իր հերթին նշանակում է, որ այստեղ Նիկոլ Փաշինյանը իրականում քաղաքացիներին փորձում է նախընտրական հեքիաթներ հրամցնել, փորձելով հասարակությանը համոզել այն թեզի, փորձել հասարակությանը ներկայացնել այն թեզը, թե իրականում բոլոր հարցերը տարածաշրջանային պետությունների հետ արդեն կարգավորված են եւ մեծ տնտեսական զարգացում է սպասում։ Ոչ, Թուրքիան լրիվ այլ պատկերացումներ եւ լրիվ այլ ծրագրեր ունի Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Մտածեք այդ մասին։